Կապիտալի ուժը հաղորդման հովանավորն է անշարժ գույքի ոլորտում առաջատար Argo Realty ընկերությունը։ Այցելեք Կոմիտաս 19 կոտորակ 1։ Սա Argo-ի հասցեն է, որ գտնեք ձեր հասցեն։ Իմ հյուրը գործարար Ռիփսիմե Ստամբուլյանն է։ Ես բիզնեսը սկսել եմ $1000 գումարով, Ինչը երբեք չեք ներում։ Դուք ինձ համար շատ ցավոտ հարց եք տալիս։ Երբ ծանրագույն վիճակում եք, ում խորհուրդն եք հիշում։ Ով է ձեր մտքին այդ պահին գալիս։ Ես սիրող տեսակ եմ, պետք է սիրել Հայաստանը եւ պայքարել Հայաստանում մնալու համար։ Կին եւ միջազգային բեռնափոխադրումներ, եկեք իրար հետ համադրենք։ Բալիկս 40 օրեկան էր եւ շատ հաճախ ճունեի նաեւ դայակով կխնամ մեր բալիկիս, բալիկին ինձ հետ տանում էի պետրեգիստր։ Այսինքն դուք այն ոսկե միջինով չեք առաջնորդվում։ Գուցե իմ դուստրերից մեկը որոշի դա անել հետագայում, ես չգիտեմ։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ի եթերում հերթական անգամ Կապիտալի ուժը հաղորդաշարն է։ Հարգելի հեռուստադիտողներ, դուք ինձ անընդհատ գրում եք, թե ինչու ես այս հաղորդաշարին հյուր չեմ հրավիրում կին գործարարների, այսօր այդ օրն է եւ իմ հյուրը գործարար Ռիփսիմե Ստամբուլյանն է։ Բարև ձեզ Տիկին Ստամբուլյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես ուզում եմ մի քանի խոսքով հիմա ձեզ ներկայացնել կին գործարար, որը բիզնես գործունեություն է սկսել շատ երիտասարդ տարիքում, բիզնես գործունեություն սկսել եք ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության ղեկավար դառնալով։ Եթե դուք ձեր մասին փորձեք 1 րոպեվա ընթացքում մեր հեռուստադիտողներին պատմել, ինչ կասեք։ Շատ բարդ է մի քանի բառով ասելը, թերևս ինձ ճանաչողները ավելի հստակ կասեն իմ մասին, ավելի շատ բան կարող են ասել։ Պատասխանատվություն, դիմագիծ, հստակ դիմագիծ, անկախ նրանից ինչ եմ ես անում, ստեղծագործելու ունակություն, ինձ համար բիզնեսը ստեղծագործություն է։ Սեր, ես սիրող տեսակ եմ, այն մարդը կարող է ստեղծագործել, կերտել, կառուցել, ում մեջ սերը շատ է, իսկ ես իմ ընտանիքից սկսած, ծնողներից սկսած շատ մեծ սեր եմ ստացել։ Հաջողակ բիզնեսի հիմքում գրավականը դա երջանիկ մանկությունն է։ Եվ կապ չունի ինչ ընտանիքում են ծնվում, ավելի կայացած, ավելի հնարավորություններով լի ընտանիքում, թե ավելի միջին ընտանիքում, շատ կարևոր է, որ երեխան փոքր ժամանակ ստանա մեծ սեր իր ծնողներից եւ այդ սերը հետո օգտագործի իր գործունեության, դա կլինի բիզնեսում, թե այլ ցանկացած ոլորտում սիրո արկայություն, իսկ ես կարծում եմ, որ ես սիրող տեսակ եմ եւ իմ մեջ սերը բավականին շատ է շրջապատի, գործունեության եւ այն ամենի հանդեպ, ինչ շրջապատում է։ Դուք Բրիսովի համալսարանն եք ավարտել, բայց գործունեություն եք ծավալում լրիվ այլ ոլորտում։ Ինչու։ Իրականում ես 4 կրթություն ունեմ։ Ես ավարտել եմ Բրիսովի լեզվաբանական պետական համալսարանը, լեզվաբանություն եւ քաղաքագիտություն ֆակուլտետը, որից հետո կյանքի վերումով աշխատել եմ բանկային ոլորտում, սկսել եմ կարիերաս բանկային ոլորտից եւ այնտեղ կար կարծրատիպեր, թե տնտեսագետ չի, լեզվաբան է, հումանիտար կրթություն ունի եւ որպեսզի կարողանամ ապացուցել ավելին, որ ես կարող եմ ժողովրդած, տնտեսագիտություն ավարտած մարդկանց հետ հավասար հաստիկներում լինել եւ ավելի առաջընթաց ունենալ, սկսեցի ման գալ փնտրել արտասահմանում կրթություն եւ ունեցել եմ հնարավորություն սովորելու Կիպրոսի միջերկրական համալսարանում, որտեղ սովորել եմ կառավարման ֆակուլտետում կարճաժամկետ հատվածով։ Այնուհետև Հնդկաստանում եմ շարունակել բիզնեսի համալսարանում, որտեղ ուսումնասիրել եմ տնտեսագիտություն եւ բիզնեսը փոքր եւ միջին ձեռնարկատիրություններում։ Դրանից հետո 2018 թվականին արդեն 2 բալիկներս էլ կային, ավարտել եմ Պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարում ֆակուլտետը։ Բայց դուք դրան զուգընթաց արդեն զբաղվում եք բիզնեսով։ Մշտապես։ Ես բիզնեսով սկսել եմ զբաղվել 25 տարեկանից եւ միշտ բացի իմ համալսարանական կրթությունները զբաղվել եմ ինքնակրթությամբ, ինքնաուսուցմամբ, որովհետեւ գրագետ բիզնեսի համար կարևոր գրավական է կրթությունը։ Առաջին բիզնեսը, որով զբաղվեցիք, որն էր։ Միջազգային բեռնափոխադրումների ոլորտը։ Կին եւ միջազգային բեռնափոխադրումներ, եկեք իրար հետ համադրենք, ինչպես ստացվեց։ Ինչով էր հետաքրքիր այդ ոլորտը։ Թերևս հիմա շատ օրինաչափ է, եւ կանայք կան բիզնեսի գրեթե բոլոր կետերում, բայց երբ 2010 թվականին ես հիմնադրում էի Անրիվա տրանսբեռնափոխադրումների ընկերությունը, բալիկս 40 օրեկան էր
եւ շատ հաճախ չունեի նաեւ դայակով կխնամ մեր բալիկիս, բալիկին ինձ հետ տանում էի պետրեգիստր հարկային գրանցումների համար եւ այդ ժամանակ շատ թերահավատություն կար եւ հաճախ էին ասում ուստահեք որ բեռնափոխադրումներ գուցե այլ ոլորտ եք պետք է այլ ոլորտ գնաք ինչու բեռնափոխադրումներ ընտանիքս նույնպես թերահավատություն ուներ հայրս ինձ պատկերացնում որ ես պետք է միշտ զբաղվեմ լեզվաբանությամբ թարգմանություններով ինձ տեսնում էր արտաքին գործերի նախարարությունում որովհետեւ երբ սովորում էի ուսանող ժամանակ արտաքին գործերի նախարարությունում եմ պրակտիկան անցել հետո ազգային ժողովում միշտ պատկերացնում եմ որ ես պետք է ավելի թարգմանիչի լեզվաբանությամբ զբաղվեմ կամ քաղաքականությամբ զբաղվեմ բայց ես այդ պարագայում ինձ տեսնում էի որ ես կարող եմ բիզնեսում եւ հիմք հանդիսացավ իմ բիզնես գնալը բանկային ոլորտում աշխատելիս շատ վատ բաների բախվելուց հետո ինձ ստիմուլ էր բիզնես գնալը եւ երբ թողեցի աշխատանքս բանկային ոլորտում թարգմանություններ էի անում մի ընկերության համար եւ պայմանագրերի ստեղծման համար, որտեղ որ բեռնափոխադրումների հետ առնչություններ կար եւ ինձ հետաքրքրեց ոլորտը, քանի որ ինքը մեջազգային գործառույթ էր եւ գործընկերների հետ անընդհատ շփում էր, պատասխանատու գործեր, բեռների բարձելը, ճիշտ գրագետ բարձելը, ճիշտ տեղակայելը, սկզբնական շրջանում միայն ծովային բեռնափոխադրումներով էինք զբաղվում եւ օդային բեռնափոխադրումներով, հետո ավելի օնլայնվեցինք եւ երկաթգծային փոխադրումներով սկսեցինք զբաղվել, իսկ տարիների ընթացքում արդեն մեր սեփական բեռնատար մեքենաների պարկ ունեցանք եւ բավականին մեծ ծավալով բեռնափոխադրումներ ենք իրականացնում հայաստանյան, ռուսաստանյան, ինչպես նաեւ մի շարք այլ կազմակերպություններ, ովքեր Հայաստանում չեն էլ գործում, օրինակ ունեցել ենք բեռնափոխադրումների մեծ ծավալներ Իտալիայից Ռուսաստան, Ֆրանսիայից Դուբայ, այսպես տարաբնույթ երկրներով գործառույթները եւ բազմաթիվ գործընկերների հետ շփումները դա իմն էր։ Անռիվան ընկալում է որպես ավիափոխադրող ընկերություն, տուրիզմով զբաղվող ընկերություն, նաև այդ ընկալումը կա։ Բեռները մի տեսակ յետին պլան են մղված ինչու։ Որտեղից է դա գալիս այդ ընկալումը։ Տուրիզմը ավելի մասսայական բնույթ կրող գործունեություն է եւ ավելի շատ մարդկանց է հասանելի եւ հետեւաբար գովազդային արշավները, մարքեթինգային արշավները տուրիզմի առումով շատ ավելին են լինում, քան բեռնափոխադրումների հետ կապված այն մարդիկ, ովքեր ներմուծումներով եւ արտահանումներով են զբաղվում, բոլորը կարծում եմ մեզ գիտեն, ճանաչում են, շատերը աշխատում են, շատերը աշխատել են, շարունակում են աշխատել, մենք ճանաչողության խնդիր այդ սֆերայում չունենք, բայց տուրիզմով ավելի շատ են եղել մարքեթինգային գործառույթները, թերևս դա է պատճառը։ Դուք ասացիք, որ բիզնեսով զբաղվելու միտքը ձեզ մոտ առաջացավ այն ժամանակ, երբ բանկում աշխատելիս վատ բաների հանդիպեցիք։ Եթե մանրամասները թողնում ենք մի կողմ, այսինքն վարձու աշխատող այլևս չլինել եւ ունենալ սեփական բիզնեսը ձեզ մոտ ծնվել է, երբ դուք ձեզ ճնշված, հոգեբանորեն ճնշված եւ վատ վիճակում եք զգացել այդ կետից։ Գիտեք, չէ, ամենևին դա չէ խնդիրը, որովհետև ես պլանավորել էի իմ կարիերան հենց բանկային ոլորտում, բանկում կառավարիչ դառնալու եւ կրթությունս հենց այդ դա էր պատճառը, որ մեկնեցի Կիպրոս, այնուհետև Հնդկաստան, անգամ Հնդկաստանում առաջարկներ ունեցա աշխատելու ֆինանսական ոլորտում, բայց քանի որ իմ ընտանիքում դրված է այնպիսին էր, որ ոչ դու պետք է անպայման վերադառնաս հայրենիք, հայրենիքում աշխատես, հայրենիքում կերտես, քո ներդրում ունենաս հայրենիքի տնտեսության մեջ, հայրիկից դա հորդորներն էր, այնտեղ մնալը աշխատել արարելը այլևս ինձ համար անհնարին էր եւ ես վերադարձա Հայաստան, որպեսզի շարունակեմ Հայաստանում եւ ես պատրաստվում էի իմ կարիերան շարունակել բանկային ոլորտում, բայց այնպես ստացվեց, որ չէի համապատասխանում թերևս այդ ժամանակվա բանկային ղեկավարների ակնկալիքներին, ինչը հետագայում ապացուցվեց այդ բանկի տխրահռչակ պատմություններով եւ ոչ թե նա էր որ չէի ուզում վարձու աշխատող լինել, ոչ, ես այն կարծիքի եմ, որ բոլոր ոլորտներում շատ կարեւոր է ունենալ լավ մասնագետներ եւ լավ աշխատակիցներ, որպեսզի ոլորտները կարողանան զարգանալ, բիզնեսը ամեն մարդ չի որ կարող է բիզնեսով զբաղվել, դերևս բիզնեսը դա շատ մեծ ներդրումներ է պահանջում անձնային ֆինանսականի մասին չեմ այս պահին ասում, ժամանակի, անձնային, շատ բաներ պետք է կողքի թողնել, 24/7 աշխատել, որպեսզի կարողանալ արդյունքի հասնել, ստեղծագործական լուրջ ձիղ, նպատակասլացություն, չվախենալ,
շատ բաներ են հարկավոր բիզնեսում, իսկ բայց բիզնեսի համար հարկավոր են փող։ լավ մասնագետներ։ Նաև հարկավոր է փող, ձեզ լսողները հիմա կասեն, որ ինչպես կարող է բիզնես անել մի մարդ, որը ձեր ասած որակները այո ունի, բայց չգիտի որտեղից սկսի այդ մեկնարկային գումարը որտեղից գտնի։ Ես բիզնեսը սկսել եմ 1000 ամերիկյան դոլար գումարով, գուցե 2000 թվականին $1000 մի քիչ արժեք ուներ, բայց բիզնես սկսելու համար թերևս դա այն գումարը չէր, որ կարելի էր ունենալ այնպիսի բիզնես եւ հասնել նրան, ինչ որ Անդրիվան է այսօր հասել, իսկ Անդրիվան այսօր արդեն բրենդ է եւ Անդրիվան բավականին մեծ շուկաներ է ընդլայնել իր բոլոր կազմակերպություններով։ $1000 ես նվեր եմ ստացել գործընկերներից արտասահմանյան, ովքեր եկել էին բալիկից տեսակցության եւ բալիկս ծնվել էր Չինաստանի եւ Վրաստանի գործընկերներին եւ ովքեր շատ էին ուզում, որ ես հենց հիմնադրեմ բեռնափոխադրումների ընկերություն եւ համագործակցեմ իրենց, ներկայացնեմ իրենց, լինեմ իրենց ներկայացուցիչը Հայաստանում։ Թերևս մեկնարկը հենց այդպես է ստացվել։ $1000 ես օգտագործել եմ կահույք, 2 սեղան, համակարգիչ, աթոռներ գնելով եւ ունեցել եմ ընդամենը 2 աշխատակից։ Իրենցով էլ սկսել եմ վարձու գրասենյակ, վարձակալած գրասենյակ։ Հիմա մեր գրասենյակները բոլորը մեր սեփականություններն են, իսկ այն ժամանակ վարձակալած 15 քառակուսի մետր գրասենյակ էր բորսայի շենքում։ Շատ սուղ պայմաններով եմ սկսել եւ շատ արագ աճել ենք։ Ինչի հաշվին։ Պատասխանատվության նորույթ բերելով հայկական շուկա, բեռնափոխադրումների ոլորտում աշխատող կազմակերպությունների մեջ տարբերվեցինք հաճախորդի նկատմամբ մոտեցումով, անընդմեջ տեղեկատվություն տրամադրելով, որտեղ է իրենց բեռները, ինչպես է բարձվում, ինչ ընթացք է, նոր մեթոդներով սկսեցինք այդ ամենը անել։ Թերևս դա էր պատճառը, որ 2012 թվականին Ավստրիայում եվրոպական որակավորման մրցանակ ստացանք, որը մեզ համար շատ լուրջ խթան էր, Եվրոպայում բեռներ բարձել անգամ առանց վճարումները իրականացնելու, բարձել, հասնել Երևան, Հայաստանում նոր վճարումները իրականացնել։ Նման հնարավորություն շատ քիչ կազմակերպություններին է տրվում արտասահմանում, որովհետև մինչև գումարը չեն ստանում, ոչ մի ապրանք, ոչ մի բան հնարավոր չի լինում բարձել։ Իսկ այդ ժամանակ մենք մեր մեքենաները չունեինք եւ օգտագործում էինք եվրոպական գործընկերների մեքենաները, կոնտեյներները ծովային ընկերությունների հետ, իսկ այդ վստահությունը, գրագետ աշխատանքը դարձել էր այն հիմքը, որ մենք այդ եվրոպական որակավորումը ստացանք, իսկ այդ որակավորումը ստանալիս այդտեղ աշխարհի 50 երկրներից ներկայացուցիչներ կային եւ բոլորը տարիքով շատ մեծ էին, գրեթե տղամարդիկ գերակշռում էին եւ ես այնտեղ էի, երբ 27 տարեկան էի եւ ստանում էի մրցանակ Ավստրիայի թագաժառանգի կողմից։ Ինչպես եք դուք ձեր գործընկերներին այդ պարագայում ընտրում։ Ինձ համար շատ կարեւոր է գործընկերային հարաբերություններում պարզությունը, ազնվությունը, ինչը եւ ես եմ փորձում իմ գործընկերներին տալ, հոգատարությունը միմյանց նկատմամբ բիզնեսում, եթե չկա հոգատարություն գործընկերոջ նկատմամբ, երկարաժամկետ գործառույթներ անհնար է իրականացնել։ Գործընկերներին ընտրում ենք ճամփորդությունների, գործարար կապերի միջոցով, շատ ենք ճամփորդում։ Թերևս իմ գործի ամենաբարդ խնդիրը ինձ համար հենց ճամփորդելն է, որովհետև շատ հաճախ ստիպված եմ լինում վալիկներիս մենակ թողնել, չնայած հիմնականում աշխատում եմ, որ գործողումներս լինեն կարճաժամկետ, 2, մաքսիմում 4 օր, անգամ Միացյալ Նահանգներ գործողման մեկնել եմ 4 օրով, ինչ ինձ համար տանջալից է լինել Նյու Յորքում, Վաշինգտոնում, Բոստոնում 3 օր, հանդիպել 90 հոգու հետ եւ վերադառնալ տուն 1 վայրկյան շուտ, որպեսզի հասնեմ վալիկներիս, փոքր աղջիկս էմոցիոնալ է, իմ կարիքը շատ ավելի շատ է զգում։ Չի տուժում ընտանիքը, երբ ընտանիքի մայրը գործարար է։ Գիտեք, ասել թե չի տուժում, սխալ կլինի։ Կան իհարկե առումներ, որ տուժում է, հատկապես եթե օրինակ մեծ աղջիկը շատ ավելի ընկալումով է մոտենում, ավելի հենց փոքր ժամանակվանից, ավելի հասկացող է եղել, ավելի ընկալել է իմ բացակայությունը, որ ժամանակավոր է, փոքրից մոտ մի քիչ ավելի շատ է էմոցիաները եւ հաճախ ասում ինձ ոչ մի բան հարկավոր չի, ինձ ոչինչ հարկավոր չի, ինձ միայն դու ես հարկավոր, որ միշտ տանը լինես, ես միշտ քեզ տեսնեմ, դպրոցից գամ, քեզ տեսնեմ։ Նույն խնդրին բախվել է 2018 թվականին, երբ արդեն ավարտում էի կառավարման ակադեմիան, գալիս էր տուն մանկապարտեզից, ասում էր բոլորի մամաները գոնե աշխատանքից հետո գալիս են եւ իրենց հետ են լինում, իսկ դու գալիս ես դեռ կարդում ես, կարդում էի մինչեւ 8 ժամ, որովհետեւ բնավորությամբ շատ պահանջկոտ եմ ինքս իմ հանդեպ։ Նաեւ այդ դեպքում բալանսը ինչպես գտնել, որ ոչ ընտանիքը տուժի, ոչ բիզնեսը։ Լինելով պերֆեկցիոնիստ, փորձում եմ ամեն ինչ անել, որ հնարավորինս չտուժի իմ ընտանիքը։
տանը մշտապես ունենալով օգնականներ, խոհանոցում աշխատում եմ մշտապես լինել ես, որպեսզի ընտանիքս միշտ ուտի իմ պատրաստած կերակուրը։ Իմ քնի հաշվին եմ դա անում, առավոտյան դա կլինի ժամը 6-ին, 7-ին կամ կլինի գիշերը 12-ից հետո, բայց միշտ փորձում եմ դա անել։ Եվ հիմա ընտանիքս կարելի ասել այդ մասով չի տուժում, որովհետև անրիվան գրագետ բիզնես մոդել է եւ հասել եմ ես նրան, որ ունեմ շատ լուրջ թիմը շատ հաճախ կարողանում է արդեն առանց ինձ ինքնակառավարվել, կառավարել, շարունակել աշխատանքը, եթե օրինակ սկզբնական տարիներին ես ստիպված էի լինում 24/7 աշխատել, պատասխանել բոլորին, խնդիրների դեպքում արձագանքել, հիմա լինում են խնդիրներ, որ ես անգամ տեղյակ չեմ լինում, պատահական սոցհարթակներից մեկ է տեսնում եմ, որ օրինակ թռիչքի ուշացում ենք ունեցել կամ ինչ որ խնդիր է առաջացել, որովհետև ըստ էության օպերացիոն խնդիրներով չեմ զբաղվում եմ հիմնականում միջազգային հարցերով, ավելի նոր ուղղություններ ստեղծելով, նոր ստեղծագործական ինչ որ բաներով, օպերացիոն խնդիրներով չեմ զբաղվում։ Հիմա մեզ լսողները կասեն, այ որտեղից է գալիս այս կնոջ էներգիան, ուժի աղբյուրը որն է, որ ինքը կարողանում է 24/7 աշխատել, որովհետև շատերը թողնում են այդ 24/7-ը, նախընտրում են աշխատել 10-12 ժամ, մնացածը նվիրել ընտանիքին եւ մյուս գործերին։ Գիտեք, ես սկզբում էլ ասեցի, շատ կարևոր է սերը մարդու մեջ, սերը ամեն ինչի նկատմամբ, բնությունից սկսած։ Եթե կա այդ սերը միջավայրի հանդեպ, սերը նոր բան ստեղծելու հանդեպ։ Օրինակ, ինձ համար անրիվան, իհարկե ցանկացած բիզնեսի հիմքում գումար աշխատելն է, հա, բիզնեսը ստեղծում են գումար աշխատելու համար։ Բայց ինձ ճանաչողները գիտեն, անրիվան ինձ համար աղբյուր չէ գումար ստեղծելու։ Ինձ համար նորը ստեղծելու, նորը ի հայտ բերելու։ Ես երբեք, օրինակ, եթե վերցնենք туриզմի ոլորտը, երբեք չեմ գնում այն շուկաները, եթե այդ շուկայում արդեն աշխատող գործընկերներ ունեմ։ Հիմնականում աշխատում եմ նոր շուկաներ ստեղծել։ Գործընկերներ նկատի ունեք հայ գործընկեր, այսինքն եթե Հայաստանից այնտեղ արդեն աշխատող կա, դուք այդ շուկա չեք մտնում։ Օրինակ, եթե կա Հունաստանի ուղղությամբ զբաղվող կազմակերպություններ, ես երբեք այդ շուկա չեմ գնա։ Եվ մենք վաճառում ենք բնականաբար մեր ընկերությունը խոշոր տուրապարատոր է, որը եւ B2B եւ B2C վաճառքներով է զբաղվում։ Այս դեպքում B2C վաճառքներով զբաղվում եմ գործընկեր ընկերությունների թռիչքներն ենք փորձում վաճառել, խթանել իրենց։ Միշտ ստեղծում եմ նորը, ինչը ինձ համար շատ դժվարություններ է ստեղծում եւ Անրիվայի համար, այդ թվում թիմիս համար։ Թիմս միշտ ասում է ինչու՞ չի կարելի անել հեշտը, ոնց որ անում են մյուսները, գնալ այնտեղ, որտեղ որ արդեն կա հաստատված թռիչք ուղի, արդեն հեշտ է, մարդիկ ճանաչում են ուղղությունը, շատ ավելի հեշտ է այդպես։ Այսինքն դուք մտնում եք միտեղ, որտեղ չկա մրցակցություն այդ պահին։ Ոչ թե չկա մրցակցություն, ես մրցակցությունից չեմ վախենում, հակառակը ես սիրում եմ մրցակցություն, եթե իհարկե մրցակցությունը ազնիվ է, ցավոք սրտի Հայաստանում մրցակցային դաշտը այնքան էլ ազնիվ չի, ասել թե Հայաստանում կա մրցակցություն, դա այդպես չի բիզնեսների մեջ, հատկապես туриզմի ոլորտում, օրինակ բեռնափոխադրումներում դա այդքան ակնառու չի, իսկ туриզմի ոլորտում մրցակցային դաշտը շատ վերիվարներ ունի եւ առողջ մրցակցություն չկա։ Ոչ թե մրցակցության հարցն է, այլ հարց այն է, որ ես ունեմ դիմագիծ եւ ես չեմ սիրում խանգարել որտեղ նայեք, Հայաստանը փոքր շուկա է, շատ փոքր է, ցավոք սրտի մենք Ռուսաստան չենք, մենք մեծ երկիր չենք, որտեղ որ կա մեծ բնակչություն եւ կարելի է շատ թռիչքներ ունենալ նույն ուղղության վրա, հա, 1, 2, 3 օպերատորը նույն ուղղության վրա ավելի քան բավական է լինում։ Եվ երբ արդեն շուկայում կան խաղացողներ, շուկայում կան այդ ուղղություններով աշխատողներ, ես նախընտրում եմ բերել նորը։ Նախ Հայաստանը շատ կարիք ունի նոր ուղղությունների, շատ ուղղություններ կան, որոնք որ բացահայտված չեն Հայաստանի համար։ Եվ ես միշտ ուսումնասիրում եմ, գտնում եմ այդ ուղղությունները, փորձում եմ այդ նոր ուղղությունը ինչքան էլ դժվար լինի, դժվար է եւ ֆինանսապես նոր ուղղություն Հայաստան բերելը, որտեղ ցանկացած նոր ուղղության վրա ծախսվում է մոտավորապես 3-4 տարի ժամկետ եւ ֆիզիկապես, եւ առողջությունով, եւ ֆինանսապես, որպեսզի ուղղությունը դառնա նոր ուղղություն։ Օրինակ, նույն Եգիպտոսի առումով նախկինում եթե կային թռիչքներ միայն ամանորին, ես բերեցի մի մշակույթ, որ Եգիպտոսը դառնա ամբողջ տարվա թռիչքուղի։ Եղել էին նախկինում ինձանից առաջ փորձեր, բայց հաջողությամբ չէին պսակվել եւ 1-2 ամիս հետո դադարել էին։ Իսկ 2017 թվականին, երբ ես սկսեցի, թռիչքները իրականացրել ենք 20 ուղևորով, 10 ուղևորով, 15 ուղևորով։ Այսինքն կիսադատարկ կիսադատարկ չէ, գրեթե ամբողջությամբ դատարկ, բայց նայելով առաջ, երկարաժամկետ պլան դնելով, համառությամբ 1 տարի շարունակ, մեծ վնասներ կրելով,
Ես հավատացել եմ, որ այդ ուղղությունը պետք է դառնա Հայաստանի շուկայի համար առաջին ուղղություն եւ գնացել եմ մինչեւ վերջ։ Այսինքն սա բիզնեսում ձեր ստրատեգիան է նաեւ երկարաժամկետ նայելը։ Հիմա կարող ենք թռնել գրեթե դատարկ ինքնաթիռով, բայց երկարաժամկետում դա ինքնաթիռը ես դա արեցի ու իսկապես 1 տարի հետո 2018 թվականին արդեն սկսեցին թռիչքներ իրականացնել նաեւ չարտերային այլ ընկերություններ, եւս 2 ընկերություն, հիմա արդեն ավելացել է 2 տարի ավելացել է 4-րդ ընկերությունը, այսինքն Եգիպտոսը դարձել է հայերի համար առաջին հանգստատեղի եւ 4 ընկերություն ըստ էության այս պահին թռիչքներ են իրականացնում դեպի Եգիպտոս եւ միտեղ գուցե շատերի համար թվա որ օրինակ ես անում եմ ինձ կրկնօրինակում եմ, ոչ ես ուրախանում եմ դրանից։ Իսկապես ուրախանում եմ եւ տեսնում եմ, որ իմ ստեղծած ուղղությունը առաջացնում է հետաքրքրություն։ Նույն ունեցել եմ Թունիսի հետ կապված։ Թունիսը գրեթե հայերը չգիտեին։ Հեղափոխությունից հետո Թունիս թռիչքներ չեն եղել։ Թունիսի թռիչքներ եղել են, եթե չեմ սխալվում, 2009 թվականին Հայաստանում։ Երբ ես 2020 թվականից հետո որոշեցի Թունիսի ուղղությամբ թռիչքներ դնել, շատ մեծ դժվարությունների հետ եմ բախվել եւ մինչեւ այսօր Թունիսը դեռ շատ կանոնակարգված ուղղություն չի դարձել, որովհետեւ դժվարությունները շատ մեծ են։ Բայց կապված են Հայաստանի հետ դժվարությունները, թե Թունիսի հետ։ Գիտեք, դժվարությունները առհասարակ Հայաստանում գործարարը շատ դժվարություններ ունի։ Համար առաջին դժվարությունը շուկայի փոքր լինելն է։ Այն նույն գործառույթները, եթե գործարարը անի մեկ այլ երկրում, որտեղ ազգաբնակչության խնդիր չունի, այսինքն ունի քանակ, առաջացնելով նոր թռիչքուհի կկարողանա շատ հեշտ քանակային առումով լրացնել։ Երկրորդ հերթին կադրային քաղաքականության վրա Հայաստանում շատ բարդ է։ Այսօր կադրերի լրջագույն խնդիր կա գրեթե բոլոր ոլորտներում, որովհետև ցավով պետք է ասեմ, որ յուրաքանչյուր պատերազմից հետո մենք մեծ արտագաղթեր ենք ունեցել եւ շատ ուղեղներ ուղղակի Հայաստանից գնացել են։ Մի մասը չկարողանալով դիմակայել հայաստանյան դժվարությունների հետ, մի մասը ավելի երջանիկ ապագա դրսում ընտրելով, հա չեմ մեղադրում այն հայրենակիցներին իհարկե, որ գնացել են, բայց շատ մեծ դժվարություններ են առաջացրել մեր հայրենիքի համար, հենց իրենց բացակայությունով, իրենց ներդրումը չունենալով Հայաստանի համար։ Դժվարությունները այդ երկրների հետ չեն կապված, դժվարությունները հենց մեր ներսում են, մեր պայքարի արտոնյալ ոչ մի պայմաններ չեն ունենում գործարարներ, օրինակ եթե մեկ այլ երկրում կարող ես գործունեություն սկսել նոր ինչ-որ բաներ անել եւ բազմաթիվ արտոնություններից օգտվել, ցավոք մեր երկիրը փոքր երկիր է, փոքր հնարավորություններով եւ մեծ խնդիրներով։ Այդ դեպքում ինչու, եթե կան այլ երկրների հետ կապեր, ինչու չգնալ այդ այլ երկրներում զարգացնել բիզնեսը եւ ապրել, աշխատել, արարել ավելի հեշտ պայմաններում, ավելի լավ հարկային օրենսդրության պայմաններում։ Դուք հիմա ինձ համար շատ ցավոտ հարց եք տալիս։ Ինչու եք մնում Հայաստանում։ Երբեք չեմ գնա Հայաստանից, ոչ մի պարագայում։ Ինչն է ձեզ Հայաստանում պահում։ Ես սիրում եմ իմ հայրենիքը եւ ի վերջո եթե բոլորը գնան Հայաստանից, իսկ ով պայքարի Հայաստանի համար, ով ստեղծի այն, որը որ մեր հայրենիքը դրա կարիքը ունի։ Ես կարծում եմ, որ պետք է սիրել Հայաստանը եւ պայքարել Հայաստանում մնալու համար։ Ես գիտեմ, որ շատ դժվար է, ելի եմ ասում, ես չեմ մեղադրում այն հայրենակիցներին, ովքեր լավ կյանքի նկարտումներով թողնում եւ գնում են Հայաստանից, դիպված են շատերը գնում, իրենց բալիկների համար են գնում, շատերը շատ վատ ապրելուց են գնում, շատերը շատ լավ պայմաններ ունենալով են նույնիսկ գնում, բայց ինձ համար անընդունելի է, ինձ համար ամենաառաջին տեղում որպես արժե համակարգ, որպես արժեք դա իմ հայրենիքն է եւ ամեն պարագայում ես ինչ էլ որ անում եմ, փորձում եմ անել իմ հայրենիքում։ Որոշակի ինչ որ ներդրումներ իհարկե դրսում եւս իրականացրել եմ, բայց շատ փոքր տոկոսադրույք են դա կազմում եւ ինձ միշտ ասում են, ինչու, օրինակ, ունեք այդքան հնարավորություններ նույն Եգիպտոսում կամ արաբական ցանկացած երկրում մեր ընկերությունը արաբական ուղղություններով թռիչքներ իրականացնում է եւ շատ հնարավորություններ կան։ Ես ուզում եմ, որ մեկ ավել աշխատատեղ Հայաստանում ունենամ, մեկ ավել գրասենյակ Հայաստանում ունենամ, մեկ ավել նոր բան անեմ Հայաստանում թեկուզ դժվարություններով, թեկուզ երբեմն նաև հաջողության չհասնելով, հաջողություն չունենալով։ Միևնույնն է շարունակում եմ Հայաստանում եւ կարծում եմ, որ մինչեւ իմ կյանքի վերջը այդպես է լինելու։ Այստեղ մեր հաղորդաշարին հյուր եկած նախորդ գործարար Ավետիս Խախամյանը հարց ուղեց հաղորդաշարի հաջորդ հյուրին։ Հարցը հետևյալն է. ինչով եք դուք կարողանում օգտակար լինել հայրենիքին, ապագա ուժեղ հայրենիքին։ Ձեր պատասխանը այս հարցի մեջ տեղավորվում է, ինչ կուզեք ավելացնել ով հարցին որպես պատասխան։ Գիտեք, թերևս ես ամեն ինչ անում եմ, որ տեսնեմ անգամ 1 դրամ ավել վճարած հարկը ինձ համար երջանկություն է եւ մենք ավել հարկ ենք վճարում։
Օրինակ կազմակերպությունները առհասարակ դժվարանում են հարկեր։ Իսկապես դժվար է այսօր մեր երկրում աշխատել, հարկեր վճարել, աշխատուժ պահել, գրասենյակներ, շատ դժվար են։ Դժվարությունները բազմաթիվ են, որովհետև ես նորից եմ ասում, եւ շուկան է փոքր, եւ երկրի վիճակը այնպեսին չի, ինչպեսին ունեցել ենք նախկինում, նույն անվտանգային խնդիրներով պայմանավորված, գործարարի համար շատ դժվար է անել բիզնես մի երկրում, որի ապագան, տեսլականը դու պարզ չես տեսնում, չգիտես վաղը ինչ կլինի, ուր կգնան այդ ներդրումները, հոդս կցնդեն, թե կշարունակեն լինել, բայց ես շարունակում եմ հավատալ, շարունակում եմ պայքարել եւ ինձ համար Հայաստանում 1 դրամ ավել հարկ վճարելը, 1 նոր աշխատատեղ ունենալը փոխտնօրենները երբեմն ասում են ինչու այդքան նոր աշխատակիցներ վերցնել եւ կարելի է բյուջեն ավելի սեղմացնել եւ նույն գործը անի 1 աշխատակից 2-ի փոխարեն, ինչը որ անում են շատ հաճախ գործարարները։ Իհարկե դա գրագետ բիզնեսի նաև մոտեցում է օպտիմալացնել ֆինանսները, որպեսզի ունենալ ավելի մեծ շահույթ, բայց ինձ համար յուրաքանչյուր նոր աշխատատեղը, յուրաքանչյուր նոր սկսնակ կադրին սովորացնելը, իդեպ մենք դա շատ հաճախ ենք անում, մեզ մոտ ոչ միշտ են որ կադրերը փորձառու կադրեր են գալիս, մենք հիմնականում նախընտրում ենք ընտրել կադրեր, որոնց հիմքից սովորեցնում ենք, մեր մասնագետները 3-4 ամիս սովորեցնում են, տրեյնինգներ ենք անցկացնում, նոր վերցնում ենք աշխատանքի։ Իհարկե զուգահեռ նաև փորձառու կադրեր եւս ունենում ենք, բայց նախընտրում ենք սկսնակ կադրերին տալ հնարավորություն աճելու, աշխատելու մեր բիզնեսներում։ Եվ թերևս այսքանը կարծում եմ, որ Հայաստանի բարօրության համար ես բիզնեսի առումով այդքան անում եմ, բայց ես նաև այլ պարագաներում եմ ինձ որպես Հայաստանի համար կարևոր մարդ դրսևորել, փորձել եմ իմ հայրենիքի համար անել այնպիսի բան, որը որ շատ հաճախ ինձ ասում են, ինչպես համարձակվեցիր, ինչու արեցիր, չէ՞ որ դա կխանգարի, այո, քաղաքականություն, այն էլ ընդդիմադիր դաշտում ունենալով հաջողակ բիզնես, ծաղկող բիզնես, որտեղ որ իմ կարիքը շատ այդ ժամանակահատվածում կար եւ ես շատ գործեր կիսատ եմ թողել, չեմ նայել իմ բիզնեսի շահերը, ինձ այդ պահին չեն հետաքրքրել, որովհետեւ իմ հայրենիքի հանդեպ շահը ինձ համար շատ ավելի կարեւոր էր եւ իսկապես հավատով գնացել եմ քաղաքականություն, որ ինչ որ բան կկարողանամ փոխել։ Նորից կգնաք երբևէ։ Չեմ մտածել այդ մասին։ Չգիտեմ, ժամանակը ցույց կտա։ Տիկին Ստամբուլյան, ձեզ երբ նայում են, կողքից կարող են տեսնել եւ պատկերացնել, որ հաջողակ կին գործարար է, հասած իր կյանքում շատ բաների, այո, այդպիսի մարդիկ թվում է թե խնդիրներ չունեն, բայց երբ ավելի մոտիկից ես ճանաչում մարդուն, հասկանում ես, որ մարդը այդպիսի կարգավիճակում գտնվող մարդը ունի ավելի մեծ խնդիրներ շատ հաճախ։ Ինքը ստիպված է լինում ավելի մեծ պատասխանատվություն իր վրա վերցնել, քան օրինակ սովորական շարքային մեկը, եւ այս դեպքում հարցը հետեւյալն է. ձեր համար, երբ ծանրագույն վիճակում եք, ում խորհուրդն եք հիշում, ով է ձեր մտքին այդ պահին գալիս, ինչն է ձեզ ուժ տալիս, որ չհուսահատվեք եւ շարունակեք առաջ գնալ, շարունակեք ավելի շատ պատասխանատվություն ստանձնել ձեր վրա։ Կա այդպիսի մեկը, կա այդպիսի մարդ, որին միշտ հիշում եք ամենադժվար պահերին։ Գիտեք, հայրս ով միշտ ինձ ասել է, որ չպետք է հիասթափվել եւ պետք է պայքարել հայրենիքի համար, անկախ բոլոր դժվարություններից, պետք է մինչև վերջ գնալ, արած գործը պետք է կիսատ չթողնել։ Թերևս շատ քիչ բաներ կան իմ կյանքում, որ ես կարող եմ հիշել, որ ես կիսատ եմ թողել, եւ եթե հասել է նրան, որ ես որոշել եմ կիսատ թողնել, ապա դրա համար շատ լուրջ դրդապատճառներ են, եղել։ Ինձ համար ամենակարևոր բանը իմ կյանքում դա իմ խոսքի ուժն է, իմ խոսքը պետք է գործ դառնա։ Եվ երբ որ ես օրինակ տեսնում եմ, որ իմ խոսքը գործ չի դառնում, եւ այն ջանքերը, որոնք որ դրվում են, ապարդյուն են եւ դա ընդհանրապես ժամանակի վատնում է եւ դա չի ստեղծելու որևէ բարիք, ես միայն այդ պարագայում կարող եմ ինչ-որ բան կիսատ թողնել։ Շատ քիչ բաներ կան իմ կյանքում, որ ես կիսատ եմ թողել եւ դա եղել է հորս հորդորով, որ երբեք ոչ մի բանից չհրաժարվել եւ կիսատ չթողնել, գնալ մինչեւ վերջ։ Իհարկե դա նաեւ եկել է այն կրթությունից, որը որ ես ստացել եմ, իսկ իմ ծնողները ջանք ու եռանդ չեն խնայել, որ ես մեկ բան ավել սովորեմ, մեկ բան ավել իմանամ, եւ շատ խստապահանջ են եղել իմ հանդեպ, որպես աղջիկ, որպես նաեւ կրթության բնագավառում, շատ բան եմ ծնողներից ստացել։ Կապիտալի ուժը հաղորդման հովանավորն է անշարժ գույքի ոլորտում առաջատար Argo Realty ընկերությունը։ Այցելեք Կոմիտաս 19 կոտորակ 1։ Սա Argo-ի հասցեն է, որ գտնեք ձեր հասցեն։ Տեսեք, ասում եք կրթություն, այո, կրթությունը շատ կարևոր է, բայց միևնույն ժամանակ մենք տեսնում ենք կրթություն չստացած,
բայց կայացած գործարարների։ Ձեր ասացին, եթե շարունակություն ես տամ, նաև այդ գործարարները շատ ավելի խոշոր գործարարներն են գուցե, կամ կրթություն ստացած գործարարները։ Բայց դրանք շատ քիչ տոկոս են կազմում բոլոր երկրներում, քանի տոկոս ունենք այդպիսի գործարարներ, շատ քիչ։ Ուստի այո, երբեմն կարող է լինել, որ մարդիկ իրենց իրավիճակում շահեկան դիրքում հայտնվեն եւ բախտի անիվը, չնայած ես երբեք չեմ հավատում դրան, որ բախտի անիվով է ստացվում, չէ, ես կարծում եմ նախ որ մարդը ծնվում է, լույս աշխարհ է գալիս, արդեն իր հստակ գծված ուղով գալիս է եւ հստակ բարձրոշված է ինչ է անելու, ինչ ներդրում է ունենալու, երբ է այս կյանքից հեռանալու եւ դա բախտը չի ամենևին։ Ես ավելի շատ վստահում եմ աշխատասիրությանը, ինքնակրթությանը, իդեպ կրթությունը ասելով ես ամենևին նկատի չունեմ համալսարանական կրթությունը, որովհետև շատ հաճախ հարցազրույցներ եմ իրականացնում երիտասարդ կադրերի հետ, շատերով նաև զմայլվում եմ, որ կան նման երիտասարդներ, բայց ցավալի է շատ երիտասարդներ բարձրագույն կրթություն ունենալով, նույն լեզվաբանական համալսարանը ավարտելով շատ թերի անգլերեն են իմանում, туриզմի ոլորտը ավարտելով չեն իմանում Հայաստանի մասին պատկերացում չեն ունենում, իսկ туриզմի ոլորտում աշխատելու համար շատ կարևոր է պատկերացնել հատկապես ներգնատուրիզմի համար Հայաստանը, ունենալ այն էմոցիաներն ու այն ձիրքը, որ կարողանաս Հայաստանը որպես երկիր ներկայացնել դրսում։ Եվ գիտեք, եթե կողքից թվում է թե այդ մարդկանց համար, ովքեր առանց կրթվելու ինչ որ բանի հասել են հեշտ է կյանքը, դա հեշտ չէ, որովհետև իմ պատկերացումներով իրենք շատ հաճախ եւ մշտապես կախված են լինում շատ մարդկանցից։ Իսկ շատ դժվար է անել բիզնես եւ ունենալ կախվածություն տարբեր ոլորտների մարդկանցից։ Իմ պարագայում ես իմ բիզնես անում եմ գրագետ, անում եմ իմ կրթությանը համապատասխան եւ իմ սանդղակներում ես որևէ մեկից կախված չեմ, որևէ մեկի առջև պատասխանատու չեմ։ Այսինքն կրթությունը նաեւ քո ինքնուրույնությունն է ապահովում։ Միանշանակ, գրագետ բիզնեսի գրավականը դա կրթությունն է եւ ես կուզենամ, որ ոչ մի երիտասարդ որպես օրինակ իր համար չվերցնի, որ կարելի է կրթություն ունենալ եւ մի անգամ բախտը բերելով ունենալ բիզնես։ Իհարկե կան նման մարդիկ, որոշ մարդիկ իրենց ընտանիքի ունեցածը շարունակելով են կարողանում այդ բիզնեսը շարունակել, որոշ մարդիկ բախտի բերմամբ թե պատահմամբ են դրան արժանանում։ Դա իհարկե ես ենթադրում եմ, որ Հայաստանում է դա գերակշռում եւ Հայաստանի նման երկրներում, հա, նախկին սովետական երկրներում, դա միայն Հայաստանում չէ, այդ երկրներում շատ կան նման գործարաններ, բայց քանակը իրենց շատ է, պետք չի որպես մոդել վերցնել այդ գործարարներին։ Ճիշտ է վերցնել այն մոդելը, որ պետք է զբաղվել սեփական անձի կրթությամբ, ես նորից եմ կրկնում, դա համալսարանային կրթությունը չի, դա ինքնակրթությունն է, տարբեր բնագավառներում։ Մեր երիտասարդները շատ քիչ են կարդում, մասնագիտական կարդալու մասին է խոսքը, երբ օրինակ մեզ մոտ տրեյնինգներ են անցնում որոշակի մասնագետներ, ասում են, որքան էլ գործառնական տրեյնինգներ անցնում եք, դուք պետք է կարդաք, պետք է երկիրը, որը դուք վաճառում եք, պետք է ուղղությունով պատկերացնեք երկրի մշակույթը, սովորույթները, ազգային մենտալիտետը։ Օրինակ Հայաստան տուրիստ ներգրավելու համար շատ կարևոր է իմանալ այն մյուս երկրի մարդու անձնային հետաքրքրությունները, որովհետև եթե չիմանանք եւ առաջարկենք այն ինչ որ մենք ուղակի ունենք, այն ինչ որ մենք առաջարկում ենք, բնականաբար հաջողության չենք հասնի։ Կրթվելը, ինքնակրթվելը շատ կարևոր բան է բոլոր ոլորտների համար։ Դուք ասացիք, որ այսօրվա երիտասարդը պետք է որպես մոդել նայի եւ օրինակ վերցնի կրթված գործարարից, իսկ դուք օրինակ եք վերցնում որ գործարարներից կան աշխարհում հայտնի գործարարներ, որոնք ձեզ համար օրինակելի գործարարներ են, դուք կուզեիք նմանվել նրանց, դուք կուզեիք ձեր բիզնես մոդելը նմանեցնել նրանց բիզնես մոդելին։ Ես միշտ փորձել եմ ինքս ինձանով ստեղծել նոր բան, նոր պրոդուկտ, նոր մշակույթ բերել։ Իհարկե նայել եմ դրսի բիզնես մոդելները, հատկապես տուրօպերատորական ընկերությունների, ծովային ընկերությունների, բայց ասել, որ մենք դրսի մոդելները կկարողանանք Հայաստանում ստանալ եւ համեմատվել իրենց հետ, դա չի լինի։ Միայն այն պատճառով, որ մեր շուկան շատ փոքր է։ Դա կլինի այն դեպքում, երբ որ գործունեությունը Հայաստանից դուրս սկսվի անել։ Իհարկե անվիվան դրսում գործունեություն եւս ունի այն ուղղությունները, որ մենք թռիչքներ ենք իրականացնում, այնտեղ ձևավորված անձնակազմեր ունենք, բայց գործընկերային ընկերությունների միջև հարաբերություններով պայմանագրերով է հա դա սահմանվում։ Եթե մենք կազմակերպությունը այն գործառույթի, իդեպ այն ավիաընկերությունները, որոնց որ մենք ներկայացնում ենք Հայաստանում, մի քանի անգամ առաջարկ ստացել ենք նույն ավիաընկերություններին, օրինակ ներկայացնել նույն Գերմանիայում եւ օրինակ դեպի Եգիպտոս 9-10 թռիչքի փոխարեն շաբաթական ունենալ 60-70 թռիչք։ Բայց այդ դեպքում ես ուղղակի պետք է Հայաստանը թողնեմ եւ գնամ Գերմանիա։ Այդ դեպքում ես կստանամ այն մոդելը միջազգային ընկերությունների, որը որ ես պատկերացնում եմ։
Գուցե իմ դուստրերից մեկը որոշի դա անել հետագայում, ես չգիտեմ, բայց ես միշտ փորձել եմ սահմանափակվել նրանով, ինչը որ կա Հայաստանում, փորձել ընդլայնել դրսի գործընկերների հետ հարաբերություններով Անրիվայի եւ ճանաչումը եւ գործառույթը, բայց բուն բիզնեսը պահել Հայաստանում։ Թերևս այդ պատճառով էլ մի անգամ ունեցա օրինակ խնդիր, երբ որ Վրաստանում ներկայացնում էինք մենք այս ավիաընկերությունը եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ կապված լուրջ խնդիրների բախվեցի եւ ստիպված եղա այդ ներկայացուցչությունը ուղղակի փակել։ Բայց ինչու այդ խնդիրը ունեցա, որովհետեւ այնտեղ իրականացրած գործունեությունը ես փորձում եմ այդ գումարները Հայաստան բերել։ Ոչ թե բացեցի Վրաստանում կազմակերպություն, այլ վրացական կազմակերպությունները գումարները փոխանցում էին Հայաստան։ Հետևաբար Վրաստանում կատարած թռիչքները, Վրաստանում վաճառած ավիատոմսերի այդ ամբողջ գումարը եւ հասույթը գալիս էր Հայաստան եւ Հայաստանում էր հարկ վճարվում։ Ըստ էության ստացվեց, որ դա բիզնեսի տեսանկյունից դա սխալ մոտեցում էր, որովհետեւ հասանք նրան, որ Ադրբեջանի դժգոհությունները հայտնվեց, որովհետև իրենց քաղաքացիները եւս այնտեղից թռիչքները մասնակցում էին վրացի տուրօպերատորների միջոցով, մենք վաճառքը B2B էինք իրականացնում վրացի տուրօպերատորներին, եւ ստացվեց, որ իրենք դեսպանի մակարդակով սկսեցին բողոքներ դեպի Եգիպտոսի կառավարություն անել, որ հայ աղջիկը չի կարող թռիչքներ անել Վրաստանից, քաղաքական շատ լուրջ խնդիրներ, դա պատերազմից առաջ էր, դեպի իմ պատերազմը իրենց հետ սկսել է ավելի շուտ, քան 20 թվականի պատերազմը։ Մյուս կողմից էլ Վրաստանի կառավարություն բողոքներ գնաց, որ այդ գումարները ոչ թե Վրաստանում են պահվում, այլ գալիս են Հայաստան։ Եվ եկավ մի հատ փուլ, որ ես ուղղակի ստիպված եղա այնտեղի ներկայացուցիչությունը թողնելու։ Հիմա շատ հաճախ ավիաընկերությունից ինձ նորից խնդրում են այնտեղ վերականգնել, բայց ես այդ բարիերը ինձ համար շատ կարևոր է, որ այն ինչ որ ես անում եմ թեկուզ դրսում գա Հայաստան։ Սխալ մոտեցում է բիզնեսի տեսակետից, այո, ես սխալ եմ։ Հիմա շատերը նաև տանում են դուրս։ Այո, ես սխալ եմ բիզնեսի տեսանկյունից, բայց մյուս տեսանկյունից աշխատել, տանել, օֆշորային գոտիներում պահել։ Հա, ձեզ մոտ հակառակն է։ Մեզ մոտ այնքան པարզ բիզնես մոդել է, որ յուրաքանչյուր հաճախակի ստուգումներ ունենում ենք, անցնում ենք եւ կարծում եմ բոլորը դա տեսնում են, թե ինչպես ենք մենք աշխատում, ինչպեսի գործունեություն ենք ծավալում, չունենք նման ոչ մի բան։ Որ գործարարին եք ուզում նմանվել։ Ով է ձեզ համար օրինակելի գործարարը, կարող է լինել հայաստանցի գործարար, աշխարհը ներկայացնող գործարար։ Որպես գործարար, չգիտեմ, ուզում եք գնալ այնքան կապիտալ կուտակել, որ օրինակ հայտնվել Forbes-ի էջերում, նպատակը ո՞րն է։ Այն վերջին կետը ո՞րն է ձեզ համար։ Երբևէ չեմ մտածել այդ մասին։ Չեք ուզում Forbes-ում հայտնվել։ Անկեղծ ասած չեմ մտածել։ Forbes-ի շապիկին Հռիփսիմե Ստամբուլյան։ Երբեք չեմ մտածել այդ մասին։ Եթե մի քիչ շատ մտածեմ եւ շատ այդ ուղղությամբ աշխատեմ, կարծում եմ կկարողանամ նաեւ դրան հասնել։ Չէ, դրա մասին չեմ մտածել, ասել թե կա ինչ-որ գործարար, որով որ ես ոգեշնչվում եմ եւ կուզենամ իրեն նման լինել, անձնային։ Չէ, կան կազմակերպությունների մոդելներ, ինչպես ասացի, միջազգային կազմակերպություններ, տուրօպերատորական, միջազգային բեռնափոխադրումների նավային ընկերություններ, որ իսկապես կուզենայի, որ մենք հասնենք դրան, բայց մի դեպքում, օրինակ բեռնափոխադրումների առումով, մենք չունենք ծով ցավոք սրտի, որը որ շատ բարդ է նույն նավային ընկերությունների հետ կապված, ավելի հեշտ է համագործակցել, քան նավային ընկերություն ստեղծել կամ այդ ուղղությամբ աշխատանքներ տանելը։ Եթե մնամ Հայաստանում, բնականաբար այն մոդելները, որոնք որ ես պատկերացնում եմ, դժվար է լինելու դրան հասնելը։ Ես փորձում եմ Հայաստանի սահմաններում եւ Հայաստանից դուրս կերտել հենց ինձ որպես գործարար եւ Անրիվան Թերևս արդեն բրենդը էլ ավելի աճեցնել, հասցնել մի մակարդակում, որ աշխատուժի քանակը շատ ավելի մեծ լինի, քան հիմա է, չնայած հիմա դուր ոլորտում արկա գազམ་ակերպությունների շարքում կարծում եմ բավականին ամենամեծ երևի թիմը մենք ունենք, եթե ոչ ամենամեծը, գոնե ամենամեծերից մեկը, էլ ավելի ընդլայնել Ասացիք դուք փորձում եք կերտել ձեզ որպես գործարար, որոնք են այն ամենակարևոր առանձնահատկությունները, որ որպես գործարար, կերտվող գործարար դուք պետք է ունենաք կամ որոնք դուք արդեն ունեք։ Խոսեցիք նորամուծություն բերելու մասին, խոսեցիք պատասխանատվության մասին, իսկ այլ բաներ, խոսքը գործ դառնալ, խոսքը ուժ ունենալ։ Ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ իմ խոսքը ուժ է եւ իմ խոսքը գործ է։ Դա ամենակարևոր բանն է գործարարի համար։
այս տարի մենք դեպի Օման թռիչքներ ենք իրականացրել, նոր ուղղություն է։ Շատ դժվարությունների ենք հանդիպել, որտեղ ինքը թանկ ուղղություն է, ձմեռային ուղղություն է, բայց անգամ եթե օդանավում եղել է 4 ուղևոր կամ 10 ուղևոր, թռիչքը իրականացվել է, Մեկ վայրկյան, այսինքն եթե ձեր խոսքը ուժ եւ խոսքը գործ դարձնելու համար պետք է որ դուք ֆինանսապես հսկայական գումարներ կորցնեք, միևնույն է դուք կորցնում եք, բայց խոսքը պետք է գործ դառնա։ Խոսքը պետք է գործ դառնա եւ պետք է լինի հեռուն նայելու կարողություն։ Ցավոք սրտի գործարարներ կան Հայաստանում եւ այն գործարարները, ովքեր որ փոքր բիզնեսում են, շատ փոքրում են մնում եւ չեն աճում եւ հաջողություն չեն ունենում, դա այն տեսանկյունից է լինում, երբ մարդը հեռատեսություն չի ունենում, այսինքն մտածում է կարճաժամկետ եկամուտի մասին, այդ պահին որքան հնարավոր է շատ եկամուտ եւ կարճաժամկետ ինչ-որ մի բան։ Անրիվան երբ սկսում է ինչ-որ թռիչքուղի ունեն, մի հստակ բիզնես պլան, որ 3-4 տարի ունենալու է բազմաթիվ ներդրումներ, բազմաթիվ չարչարանքներ, բազմաթիվ ժամանակի կորուստ, նյարդեր եւ շատ ու շատ այլ բաներ, բայց միևնույնն է, որպեսզի դառնա թռիչքը հաջողություն ունենա, այո, անգամ շատ մեծ վնասներով եւ կորուստներով դեպի այդ ուղղությամբ մենք գնում ենք։ Ձեր կյանքի ամենաթանկ որոշումը։ Գիտեք, ասել թե սխալ է եղել, չէ, որովհետեւ հետո արդարացրել է իրան այդ իմ որոշումը։ Դա ցանկացած թռիչքուղին է դեպի Հայաստան, որովհետև ավիաընկերությունները Հայաստան ըստ էության հենց այնպես չեն գալիս։ Ոչ որևէ ավիաընկերության Հայաստանը որպես երկիր հետաքրքիր չի, ելնելով իր տարածաշրջանային դիրքից, քաղաքական վերուվարներից, անվտանգային խնդիրներից, բազմաթիվ են խնդիրներ եւ փոքր շուկան։ Ավիաընկերությունները գերադասում են թռնել այնպիսի երկրներ, որտեղ շուկայի խնդիր չունեն, ավելի հեշտ է վաճառքներ իրականացնելը, ավելի քիչ կլինեն իրենց կորուստները։ Այս դեպքում, երբ որ նոր ավիաընկերություն եւ նոր ուղղություն է Հայաստան մուտք գործում, դա հիմնականում լինում է անհատ գործարարների մեծ ջանքերով։ Բոլորը պետք է ջանք դնեն, որ այդ թռիչքուղին իրականանա, եթե այդ թռիչքը իրականացնում են։ Ցանկացած ուղղություն ինքը շատ մեծ ռիսկ է, շատ մեծ։ Բավականին ռիսկ է եւ բավականին մեծ գումարներ են։ Ամեն անգամ նոր ուղղություն վերելիս թե թիմի բարձր հաստիկներ զբաղեցնող անձնակազմն ինձ ասում, որ այլևս հարկավոր չի, դադար տվեք, եկեք այս կետում դադար տանք, ինչպես անում են մյուսները։ Դե շատ հաճախ օրինակ չարտարային թռիչքները, երբ որ չեն իրականացնում, չեն սպառվում, երբեմն գործընկերությունները միավորում են իրար թռիչքներ, երբեմն չեղարկում են թռիչքներ, հա։ Ես աշխատում եմ, որ նման բաներ մեզ մոտ չլինի, որքան էլ որ բարդ է, մինչև վերջ գնալ։ Գուցե եւ սխալ է լինում։ Գուցե եւ իմ թիմակիցները եկամուտի տեսակետից իրենք ճիշտ են։ Մենք եկամուտ ունենանք միայն մի ուղղություն իրականացնելով ու այդ մի ուղղության վրա մնալով, բայց ես այն կարծիքին եմ, որ պետք է զարգանանք, պետք է նոր ուղղություններ տրամադրենք եւ նոր ուղղություններից էլ ունենանք շատ զբոսաշրջիկներ դեպի Հայաստան։ Օրինակ Կահիրեի թռիչքը մեկնարկելը ինքը ընդհանրապես ինձ համար որպես բիզնես ուղղություն թռիչք չէ, հա, իր նպատակը Կահիրեից զբոսաշրջիկներին դեպի Հայաստան բերելն է, որովհետև բազմաթիվ տարիներ, արդեն 7-8-10 տարի Հայաստանից Եգիպտոս մեկնում են, հա, զբոսաշրջիկները ու մեծ քանակներով միայն մեր կազմակերպությունը շաբաթական 1200-1500 ուղևոր ունի, որովհետև մենք նաև սպասարկում ենք ներողություն 1800 ուղևոր, սպասարկում ենք նաև մյուս տուրիստական ընկերություններին, ովքեր որ վաճառում են մեր միջոցով դեպի Եգիպտոս փաթեթները, եւ ստացվում է, որ մենք այդ մեծ շուկայից, 120 միլիոնանոց շուկայից, մենք ունենում ենք շատ քիչ ուղևորներ, որովհետև չկար թռիչքներ։ Ես վերցրեցի այդ ռիսկը, ավիաընկերությունը բնականաբար իր կողմից ասաց, որ մենք ներդրումներ չենք պատրաստվում անել, դժվար է եւ այլն, բնականաբար այդ թռիչքերը են կարող են անել մեծ երկրներ, որտեղ որ պահանջարկը մեծ կլինի եւ ավելի հեշտ կլինի վաճառելը։ Եվ փառքաստու հաջողության մենք ունեցանք հաջողություն նախորդ սեզոնին եւ այս սեզոնին եւս մեկնարկում ենք հունիսի 18-ից, այնտեղ ունենք մենք շատ լավ հայ համայնք, որ այս թռիչքուղով կկապվի նաեւ հարաբերությունները հայ համայնքի հետ, շատ ավելին կարող ենք անել, օրինակ հուլիսին համահայկական խաղերի համար են գալու երիտասարդները, ինչը ինձ իսկապես ուրախացնում է եւ որևէ շահ իրենց գալուց մենք չունենք որպես կազմակերպություն, պարզապես անում ենք, որպեսզի այդ երիտասարդները գան, լինեն հայրենիքում, իրենց մասնակցություն ունենան եւ հնարավորին է շատ զբոսաշրջիկներ գան Հայաստան ու քանի որ շատերը մեկնում են Թուրքիա եւ Եգիպտոս, Թուրքիա եւ Վրաստան հարևան երկրներ ավելի շատ են գնում, որովհետեւ ավելի հեշտ են թռիչքուղիները, քան դեպի Հայաստան ուղիները։ Թե դուք ինչ եք անում որպես գործարար, ինչի վրա եք շեշտը դնում, արդեն պատմեցիք, իսկ ընտանիքում, անձնական կյանքում ամենակարևոր բաները որոնք են ձեզ համար։ Այ ինչը երբեք չեք անում ընտանիքում, անձնական կյանքում, ինչը երբեք չեք ներում,
Ինչն է ամուր պահում ընտանիքը ձեր պարագայում լինելով կին գործարար ունենալով այդքան զբաղվածություն, միևնույն ժամանակ ունենալ փայլուն ընտանեկան հարաբերություններ։ Թերևս փորձել աշխատանքի հետ հնարավորինս շատ ժամանակ տրամադրել ընտանիքին, բալիկներին, որովհետև ամեն դեպքում որքան էլ որ կարիերան, աշխատանքը գործարարի համար իսկապես երբ դա միայն գործարարները կարող են հասկանալ, երբ որ զբաղվում են ինչ-որ մի գործով, սերը այնքան այդ գործի մեջ պետք է շատ լինի, որ գործը հաջողության բուսակվի, եւ այդ սերը բնականաբար երբ որ կիսվում է ընտանիքի մեջ, ինչ որ առումով գործը պակասում է գործը net ուժում կամ ընտանիքն է ինչ որ առումով դուժում, հնարավորինս աշխատում եմ այնպես անել, որ այդ ժամանակը եթե օրինակ աշխատանքս վերջացնում եմ 6-ին եւ 7-ին, եթե օրինակ ինչ որ մեկի համար կարող են թույլ տալ գնալ, հանգստանալ ինչ որ մի վայրում երեկոյան ժամին, ես նախընտրում եմ շատ արագ հասնել 5 րոպե շուտ տուն, որպեսզի այդ ժամանակը ավելի շատ նվիրեմ բալիկներիս։ Երևի ջանքերը, որ ավելի շատ ժամանակ ունենամ ընտանիքի բալիկների հետ, ինչ շատ դժվար է ստացվում, բայց ամենաշատը դրա վրա եմ ջանք տրամադրում։ Այ ինչը երբեք չեք անում, ինչը երբեք չեք ներում անձնական հարաբերություններում։ Եվ անձնական եւ գործնական հարաբերություններում ինձ համար շատ կարեւոր է լոյալությունը, հավատարմությունը, միմյանց նկատմամբ հարգանքը, վստահությունը։ Դա միայն անձնական հարաբերություններում չի, դա նաեւ գործնական հարաբերություններում է եւ ես իմ էությամբ շատ մաքսիմալիստ եմ, պերֆեկցիոնիստ եմ եւ ես կամ անում եմ մի բան շատ լավ, կամ առհասարակ չեմ անում։ Անկամ դպրոցական հասակում, երբ դասս լավ սովորած չէի լինում, ուսուցչին խնդրում էին ինձ կամ դաս չհարցնել, կամ անբավարար նշանակել եւ ես հետո գայի գերազանց ստանայի, քան օրինակ ստանայի լավ գնահատական։ Ինձ համար այդ լավը միջինի հասկացողությունը որևէ հարաբերության մեջ ընդունելի եւ ընկալելի չի։ Ես կամ շատ լավ ընկեր եմ, կամ ընդհանրապես չեմ։ Ես կամ շատ լավ ղեկավար եմ, կամ ընդհանրապես չեմ։ Նույնը ընտանիքում կամ շատ լավն եմ, կամ չկամ։ Այսինքն դուք այն ոսկե միջինով չեք առաջնորդվում։ Չէ, ու դա շատ վատ բան է իմիջայլոց։ Երբեմն հարկավոր է ոսկե միջինը ունենալ։ Դա դիվանագիտություն է կյանքի նկատմամբ, դա ուղղակի հարաբերություններ պահպանել է, որը գործի շահի առումով կարող են շատ մարդիկ անել, ինձ մոտ դա չի ստացվում, ինձ մոտ գծերը շատ ուղիղ են, ես ունեմ հստակ ընդգծված դիմագիծ, կամ այսպես, կամ այնպես, չունեմ ոսկե միջին։ Ոսկե միջին չկա։ Եվ Տիկին Ստամբուլյան, ձեր հարցը մեր հաղորդաշարի հաջորդ հյուրին խնդրեմ։ Ոյ, դժվար հարց եք տալիս։ Ինչ կանեիք դուք որպես գործարար, ձեր բիզնեսից զատ, որ ձեր գործունեության ոլորտում, որտեղ որ գործունեություն եք ծավալում, առողջ միջավայր կարողանաք ստեղծել եւ առողջ մրցակցային ֆոն ապահովեք։ Դուք չգիտեք ով է լինելու մեր հաջորդ հյուրը, ես խոստանում եմ պայման հաջորդ հաղորդմանը կտամ նրան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ Կապիտալի ուժը հաղորդաշարի այսօրվա հյուրը գործարար, կին գործարար Ռիփսիմե Ստամբուլյանն էր, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Կապիտալի ուժը հաղորդման հովանավորն է անշարժ գույքի ոլորտում առաջատար Argo Realty ընկերությունը։ Այցելեք Կոմիտաս 19 կոտորակ 1։ Սա Argo-ի հասցեն է, որ գտնեք ձեր հասցեն։